Ով էր երգում լուսնյակ գիշերին։ Եթե դուք փոքր Մասիսի կողմից մոտենաք Մակու քաղաքին, ապա նրանից ոչ շատ հեռու մի լեռնալանջի տափարակի վրա կտեսնեք երկգմբեթանի մենավոր մի վանք։ Դա ծործորի կամ Սուրբ Թադեի վանքն է։ Իսկապես մենավորիկ է այդ վանքը, բազմած գեղանիստ լեռան լանջին։ Այն վայրում, ուր ըստ ավանդության նահատակվել է Թադևոս առաքյալը։ Վանքի մոտ մի հին ժամատուն կա, իսկ հարավային պատին արևային ժամացույց։ Դեռ սարի վրա էինք, երբ լսվեց վանքի իրիկնային զանգերի ղողանջը։ Բշեցի Տիգրանը գդակը հանեց և մի բարակ խաչ քաշեց երեսին։ Ապա ձորից մեզ հասավ լեռնական շների հաչը, զանգերի հանդարտիկ կանչը խլացնելով։ Թադեում կար մի պառավ, որ վանքի տնտեսն էր, մի ջրաղացպան, մի հովիվ և հաստ կոպերով մի երիտասարդ վարդապետ։ Մենք վանք մտանք այն պահին, երբ գինդ վարդապետը, արևային ժամացույցին նայելով, վերջին զանգակը քաշեց։ Ես և Տիգրանը ներկա եղանք ժամերգությանը, կանգնելով գմբեթավոր խաչկալի առաջ։ Ժամերգությունից հետո վարդապետը հապճեպով ավլեց տաճարի հատակը և երկաթյա դռներին մի ամուր կողպեք դնելով, մեզ առաջնորդեց իր խուցը։ Ավանակներին տեղավորեց գոմանոցում, իսկ մենք լուսացրինք նրա մոտ։ Այստեղ մենք դարձյալ փոխեցինք մեր հագուստը, ծածկելով քրդական թաղիքե քոլոզներ, նախապես խուզելով մեր գլուխների առջևի մասը աբաղացիների նմանությամբ։ Գինդի ակնարկով անմիջապես հայտնվեց աբաղացի մի հմուտ ուղեցույց։ Երթաք խաղաղությամբ, օրհնեց մեզ երիտասարդ վարդապետը, և մենք ավանակներին վանքում թողնելով, մեր բեռները շալակած ոտքի ելանք։ Անցանք վանքի ընդարձակ բակը, ուր մի քանի հին գերեզմաններ կային, և մեր քոլոզները ուղղելով իջանք դեպի Ավարայրի դաշտ։ Դաշտի կողին փոքրիկ բլրի վրա երևաց մի հին մատուռ, շուրջը ծփացող անհամար կարմիր ծաղիկներով։ Աբաղացին ասաց, որ դա Վարդան Մամիկոնյանի գերեզմանն է, և այդ ծաղիկները բուսնում են միայն այդ դաշտի մեջ, կոչվում են վարդանած ծաղիկներ, և ամեն ուխտավոր այդտեղով անցնելիս դրանցից հիշատակ է տանում իր հետ։ Մենք նույնպես մեկական մոմ վառեցինք այդ մատուռի մեջ և հիշատակի կարմիր ծաղիկներ քաղելով, վերջին անգամ շուռ գալով նայեցինք Թադեի արևային ժամացույցին։ Գինդ վարդապետը այդ ժամացույցի արձակած տվերին նայելով առավոտյան զանգերն էր քաշում։ Ճանապարհը մեր առաջ երկճղվում էր։ Մեկը դեպի Պարսկաստան էր գնում, իսկ մյուսը թեքվում էր դեպի արևմուտք։ Աբաղացին կանգնեց վերջինի վրա։ Նա փոքր-ինչ շունչ առավ և գավազանը բարձրացնելով գոչեց. «Ճանապարհը սա է, գնացինք»։ Թե վանքը և թե այդ ճանապարհը շատ հին էին։ Հազարավոր մարդիկ էին երազել գնալ այդ ճանապարհով։ Այդտեղով էր երկիր անցել աղբյուր Սերոփը իր զինվոր անդրանիկի հետ։ Այդտեղով էին անցել Արաբոն, Հրայր Դժոխքը, Քեռին, Սևքարեցի Սաքոն։ Մենք նույնպես որոշել էինք այդ ճանապարհով գնալ։ Մեր գնացած վայրը Տարոնն էր, Սասնո առասպելական աշխարհը, որին Գյադան֊Գյալմազ անունն էին տալիս, այսինքն մի երկիր, ուր գնացողը հազիվ թե ետ գար։ Բայց մենք այն երջանիկներից էինք, որ այդ երկրի մեջ էինք ծնված, եկել էինք այդ երկրից, և դեպի այդ երկիրն էինք գնում ու չէինք մտածում ետ գալու մասին։ Մի փոքր առաջանալով, վանքի ուղեցույցը հանկարծ շեղեց ճանապարհը և մեզ տարավ ապառաժների միջով։ Ժայռից ժայռ մագլցելով հասանք ձյունաշատ մի գագաթ։ Այդ գագաթը ուղիղ Պարսկաստանի և Տաճկաստանի սահմանագլխին էր։ Թադեի վանքը մնաց ձորի մեջ։ Բարձրիկ բլրի վրա հեռվից երևում էր մենավոր մատուռը կարմիր ծաղիկներով։ Մեր վառած մոմերը
երևի արդեն հանգել էին։ Ամբողջ օրը մնացինք լեռան գագաթին, ձյուների տակից հոսող մի առվակի մոտ։ Իրիկնամուտին սկսեցինք իջնել։ Լուսնյակ գիշերով մտանք Աբաղայի դաշտ, և հանկարծ հեռուներից մի ծանոթ երգ լսվեց։ Ինչ-որ մեկը Խաթավինի կռվի երգն էր երգում լուսնյակ գիշերին։ Աղբյուր Սերոփի ֆիդայինների խումբը Ճարտար Հակոբի գլխավորությամբ 1896 թվականին դեպի Խլատ անցնելու ժամանակ Խաթավին լեռան վրա վաղ լուսաբացին կռվի էր բռնվել համիդական գնդերի հետ։ Ֆիդայինները գրավելով Խաթավինի լանջերը, կրակի տակ էին առել Համիդիե ձիավորներին, որոնք երիվարների սանձերը թողած կատաղորեն գրոհել էին սարն ի վեր, հայդուկների բարձունքը գրավելու համար։ Հարյուրավոր ձիավորներ դիաթավալ ընկել էին հայդուկների գնդակներից, և շատ նժույգներ, խրխնջալով և ետևի սրունքներին բարձրանալով, վայր էին գլորել իրենց հեծյալներին։ Կռիվը շարունակվել էր մինչև մայրամուտ, բազմաթիվ զոհեր խլելով թշնամուց և նոսրացնելով Ճարտար Հակոբի փոքրաթիվ խումբը։ Հայդուկներից երկուսը, Առաքել և Մուշեղ, վերջին րոպեին ապաստան էին գտել մի ավերակ ջրաղացի մեջ, Մանասկերտի մոտ։ Այդ կռվի մասին քրդերը երգ էին հյուսել, այդ երգն էին երգում լուսնյակ գիշերով։ Տների անվերջանալի շարանով երգիչը քրդի բերանով հայ ֆիդայինների գովքն էր անում, փառաբանելով ազատասեր հայդուկի գնդակը։ Ոչ մի բան այնպես ուժգնորեն չի ազդում քրդի վրա, որքան հերոսական կռվի երգը։ Բայց ո՞վ էր այդ գիշերային երգիչը։ Ո՞վ էր Խաթավինի այդ քաջաշունչ երգով կախարդել Աբաղայի լայնածավալ դաշտը։ Քամին լռել էր, լռել էին ոտնաձայները, միայն լուսինն էր արթուն և դաշտի վրայով թռչող երգը։ Որքան մոտենում էինք, այնքան երգողի ձայնը դառնում էր հարազատ ու ծանոթ։ Ու հանկարծ Մշեցի Տիգրանը բացականչեց. «Կաչ-կա սա Միսակն է»։ Եվ իսկապես, երգողը Ալադին Միսակն էր։ Քոլոզը գլխին նստել էր ճանապարհից հեռու մի ժայռի վրա և բարձրաձայն երգում էր քրդերեն. «Պայանո, պայանո, պայանո»։ Գևորգ Շաուշը, համոզված լինելով, որ մենք կարող ենք Թադեի վանքի ճանապարհով վերադառնալ, իր երգչին շտապ ուղարկել էր Աբաղայի դաշտ, մեզ այդ վտանգավոր վայրի գիշերային հարձակումներից ապահով անցկացնելու համար։ Հնչում էր Միսակի երգը Աբաղայի դաշտում, հրաշալի լուսնյակ գիշերին, ու մենք, քրդական տարազով ու Միսակի հերոսական երգով պաշտպանված, զենք էինք տեղափոխում երկիր։ Երկու գիշեր Ալադին Միսակը երգել էր այդ դաշտում, այդ միևնույն քարին նստած անձկորեն սպասելով մեր վերադարձին։ Մեզ տեսնելով, նա շարունակեց մեջընդմեջ երգել առջևից գնալով, և մեր փոքրիկ քարավանը, աչքը նրա սպիտակ քոլոզին և ականջը նրա երգին պահած, անվտանգ անցավ Աբաղայի միջով։ Վերջում նա երգեց քրդական դումանը։ Ո՞վ էր դումանը, ինչ երգ էր դա։ Ղարաբաղի Խաչեն գավառից էր հայդուկ Նիկոլը։ Խաթավինի կռվից մի տարի առաջ Նիկոլը իր խմբով դեպի Վան անցնելիս Պարսկաստանի սահմանագլխին ապավինել էր մի մարագի։ Համիդիե ձիավորները, խոտի խրձեր բերելով, հրդեհել էին մարագը, կամենալով ծխի մեջ խեղդել հայդուկներին։ Նիկոլը հրամայում է ճեղքել պաշարման շղթան։ Նա դուրս է ցատկում կրակի բոցերի վրայով և անընդհատ կրակելով սուրում է առաջ։ Հակառակ իր վրա տեղացող գնդակների տարափին քաջարի խաչենցին անվնաս հասնում է մերձակա սարի բարձունքները։ Քրդերը մնում են ապշահար, տեսնելով, թե ինչպես իրենց առջևից փախչող հայդուկը դումանի, ծխի պես անհետանում է լեռան վրա։ Շուտով իմանում են, որ նա ճանապարհին սպանել է երկու բռնակալ բեկերի։ Քրդերը սարսափահար այդ առասպելական հերոսի անունը կնքում են Դուման և այդ անունով երգ են հորինում նրա մասին։
Ալադին Միսակը այսպես ավարտեց այդ երգի վերջին բառերը. Այս առավոտ կանուխ, ֆիդայինների մեծը, Դումանը, որ Աստծո կրակ է, մեզնից ձեռք չի քաշում։ Ցնդեց Խաչենի Դումանը։ Լուսինը, որ ամբողջ գիշերը մեզ հետ լսում էր Ալադին Միսակի երգը, Աբաղայի երկնքից սահելով, մտավ բանտի մահու գետի քարե կամուրջի տակ։ Լուսադեմին մեզ վրա հարձակում եղավ։ Մեզանից սպանվեց մեր ճամփացույցը։ Խեղճ աբաղացի։ Նա չկարողացավ այլևս վերադառնալ վանք, գնաց ու ետ չեկավ։ Չհասցրեց նույնիսկ շալակը իջեցնել։ Ազգությամբ քուրդ էր նա, իր կյանքը ուխտով դրած հայ և քուրդ ժողովուրդների ազատագրության դատին և հավատարմությամբ կապված Թադեի վանքի և գինդ վարդապետի հետ։ Մենք նրան թաղեցինք բանտի մահու քարե կամուրջի մոտ, մի բարձրաբերձ քարաժայռի տակ, որ պահակի պես հսկում էր Աբաղայի մեծատարած դաշտի անցքերի վրա։ Ալադին Միսակը շալակեց աբաղացու բեռը, և մենք, Բերկիրի կիրճ անցնելով, մեր ճակատները ուղղեցինք դեպի Սիփան։ Օձերի թագավորությունից մինչև Բինգյոլ։ Ալադին Միսակն ասաց, որ շուտով մեզ կդիմավորի խնուսից եկած մի փորձված ուղեցույց։ Եվ իսկապես, շուտով երևաց այդ մարդը։ Նա մեզ հանդիպեց այն ժայռերի մեջ, որտեղ եռանդով գանձ էր որոնում մեր ծանոթ վանեցին։ Հին սուրհանդակ էր Շեյխ Դավիթը։ Նա քրդական տարազով շրջագայում էր իրենց գավառի մեջ, գիշերային ճամփորդությամբ երբեմն հասնելով մինչև Կովկաս։ Դավիթը ճամփորդում էր միշտ գիշերով։ Անվախ էր, արագաշարժ և սրատես։ Նրա աչքերը գայլի աչքերի պես վարժված էին խավարին և կարծես մթության մեջ ավելի լավ էին տեսնում։ Այդ գյուղացին ճանապարհներին հատուկ նշաններ էր անում և նույնիսկ գիտեր, թե որ քարի տակ ինչ է պահել իր նախորդ ուղևորության միջոցին։ Գնում էր շարունակ առջևից և գրեթե չէր խոսում ընթացքի ժամանակ։ Մեկ էլ տեսար, արագ շուռ եկավ և քարավանը տարավ բոլորովին տարբեր ուղղությամբ։ Շների հաչոցից, առուների և աղբյուրների կարկաչից, ծառերի սոսափյունից իմանում էր, թե որ բնակավայրին է մոտենում։ Հասանք Սիփան սարի ստորոտը։ Այդտեղ էր գեղեցիկ մավին հանդիպել ինձ իմ պատանեկան թափառումների ժամանակ։ Շեյխ Դավիթը Մանասկերտի լեռների միջով մեզ առաջնորդեց դեպի Զեռնակի լանջերը։ Երկու տեղ միայն կանգ առավ։ Առաջին անգամ կասկածեց, թե սխալ ենք գնում, որովհետև շատ մութ էր։ Մի ժայռի տակ ռուսական ձիու պայտ էր պահել։ Ստուգեց, պայտը իր տեղումն էր, ուրեմն ընթացքը ճիշտ էր։ Իսկ երկրորդ կանգառին, մութի մեջ, կռացավ մի քարի, քարը շուռ տվեց և տակից հանեց մի զույգ տրեխ։ Հագավ, իսկ ունեցածը, որ ավելի հնամաշ էր, դրեց ժայռի տակ ու նորից շարունակեց ճանապարհը։ Մի երրորդ տեղ, մի քարի թիկնելով, կիսաձայն կարդաց. Ես կսեի, թե ես եմ, ան, որ կսե, թե ես եմ, կլա, ինչպես որ ես եմ։ Մենք ինչով ենք զբաղված և ինչ է քարոզում այս տապանագիրը։ Եթե դրա տակ պառկածը իսկական տղամարդ է, նա ինչու պետք է գերեզման ունենար։ Ոչ, մենք չենք ուզում քեզպես լինել։ Խոսքը տապանաքարի տակ հանգչողին ուղղելով, ասաց Մշեցի Տիգրանը։ Մենք այն սերունդն ենք, որ գերեզման չունի։ Մոտենում ենք Կայենի ծառերին և Աբելի աղբյուրին, գավազանը խավարի մեջ պարզելով, ազդարարեց Շեյխ Դավիթը։ Գիշերով հասանք Խաչմելիք գյուղի տակ։ Մեր ձախ թևի վրա Ժաժանքարն է, բացատրեց ճամփացույցը, ձեռքը դեպի ձախ ուղղելով։ Երեքս էլ մեր աչքերը լարեցինք։ Խավարի միջից մարդանման սև կերպարանքով
մեզ էր նայում բարակ հողասյունին կանգնած մի վիթխարի ժայռ։ Իսկ սա Հաջի Հայդարի սպանության վայրն է։ Մեր աջակողմում ինչ-որ տեղանք ցույց տվեց Շեյխ Դավիթը։ Այժմ մոտենում ենք Օձերի խազինային, զգուշացրեց ճամփացույցը աղոթարանին նայելով։ Հարամիկ գյուղի շրջակայքում մեծ քարաբլուրներ երևացին։ Հենց որ արևը ծագեց, անթիվ անհամար սև օձեր հայտնվեցին այդ արտասովոր տեսքով քարաբլուրների վրա, որոնցով մեր ճանապարհն էր անցնում։ Շեյխ Դավիթը ասաց, որ այդ օձերը չեն խայթում։ Հայտնվում են արևածագին և գիշերից առաջ անհետանում են։ Եվ այնուամենայնիվ դրանք օձեր էին, և այդ օձերը փակեցին մեր ճանապարհը։ Նրանք գունդ քարերին պառկած կամ գլուխները տնկած ամբողջ օրը մեզ էին նայում։ Արևամուտին անհետացան, ինչպես հայտնվել էին, և ճանապարհը բացվեց։ Օձերի թագավորությունից անցնելով հասանք Հարամիկ։ Մեր հայդուկ Բրինդարը այդ գյուղից էր։ Շեյխ Դավթի կարգադրությամբ նրանց տանը մեր քրդական տարազը փոխեցինք և շտապեցինք Արոս և Խաչալույս գյուղերի մոտով իջնել Մշո դաշտ։ Ճանապարհին Համիդիե ձիավորներ երևացին։ Շեյխ Դավթին, որ մեզնից առաջ էր գնում, բռնեցին, իսկ մենք թաքնվեցինք խոտերի մեջ։ Նրանց մեծավորը հարցրեց. «Ո՞վ եք, ինչու ընկերներդ փախան և ուր կերթայիք»։ «Կերթայինք Բերդ, մանգաղ առնելու», ասաց Դավիթը։ «Գիշերով ինչու կերթաք»։ «Չեթեներից վախենալու համար գիշերով կերթանք»։ Երբ Համիդիե ձիավորները հեռացան, Շեյխը սուլելով հավաքեց մեզ և վտանգ զգալով կտրուկ շրջադարձ կատարեց, մեր քարավանը տանելով դեպի Սև կամուրջ։ Շեյխը գնաց այդ գյուղը, որ մեզ համար տեղ պատրաստի։ Գնաց և երկար ժամանակ չերևաց։ Գյուղի կողքին մի հին մարագ կար։ Լուսաբացի մոտ ես և Մշեցի Տիգրանը մարագի դուռը բաց անելով մեր բեռները ներս տարանք։ Տիգրանը և Ալադին Միսակը պառկեցին քնելու, իսկ ես պահակ կանգնեցի։ Արևը բավական բարձրացել էր, երբ մի կին, կողովը շալակած, եկավ մարագի դռան առաջ։ Բանալին մտցրեց և դուռը բացեց։ Մեզ տեսնելով վախեցավ և ուզեց փախչել։ Ես իմ թաքնված տեղից նրան բռնեցի և ասացի. «Մայրիկ, չվախենաս, մենք հայ ենք։ Եկանք, լույսը բացվեց, մտանք ձեր մարագը։ Հոգնած, նեղված ճամփորդ ենք։ Կարելի է, երդաս մի քիչ հաց բերես մեզ համար և իմանաս գյուղում զորք կամ Համիդիե ձիավոր կա թե ոչ»։ Կինը կողովը հարդ լցրեց ու գնաց։ Շատ չանցած եկավ կողովը շալակին։ Կողովի չորս կողմը դրել էր կաղամբի թուփ, մեջտեղը մի պուտուկ մածուն ու հաց և ծածկել կաղամբի թփով։ «Կարող ես մի կուժել ջուր բերել», ասացի ես։ Ազնիվ կին էր և անունն էլ ազնիվ։ Գնաց ջուր էլ բերեց։ Ասաց, որ 25 զինված ձիավոր կա գյուղում։ Ապա կողովը լցրեց հարդով ու դուրս ելավ։ Գնալուց առաջ ասաց. «Տղաներ, էս մածունն ու հացը թաքուն եմ բերել, մեր տանեցիքն էլ տեղյակ չեն»։ Զարմանալի մի լռություն էր համակել Ալադին Միսակին. ոչ խոսում էր, ոչ երգում։ Իսկ Մշեցի Տիգրանը շատ անհանգիստ էր, որ Շեյխ Դավիթը գնաց ու ետ չեկավ։ Հանկարծ ինչ-որ աղմկալի ձայներ լսվեցին մարագի շրջակայքում։ Աղմուկը ուղիղ դեպի մեզ էր գալիս։ Գլուխս դռան արանքից դուրս հանեցի, տեսնելու, թե ինչ բան է։ Չլինի թե Դավթին բռնել են ու մենք մատնված ենք։ Իմ դուրս գալը ու գլխարկիս վայր ընկնելը մեկ եղավ։ Մոռացել էի, որ գլխիս առաջամասը մեջտեղից խուզված էր։
կռացա գլխարկս վերցնելու։ Մարագի մոտով լեռնական քրդեր էին անցնում, իրար հրմշտելով ու գոռալով։ Նրանք իմ գլխի խուզված մասը նկատելով կարծեցին, թե ես քուրդ եմ, և ձեռքով արեցին, որ միանամ իրենց խմբին։ Մի քանիսը նույնիսկ շարժվեցին դեպի իմ կողմը։ Ես առանց շփոթվելու մարագի դուռը կամաց ծածկեցի և ինքս շտապեցի նրանց մոտ, որ խափանեմ մեր թաքստոցին մոտենալը։ Նրանց կանչերից ու քայլվածքից իմացա, որ գնում են բինգյոլ։ «Բինգյոլ եք գնում», հարցրի ես քրդերեն։ «Բինգյոլ, բինգյոլ», խմբով պատասխանեցին։ «Ես էլ եմ գալիս», ասացի ես։ «Դե շուտ միացիր մեզ»։ Ինչ արած։ Ուզեի չուզեի, պետք է միանայի նրանց, թեկուզ մի որոշ հեռավորության վրա, մինչև մարագից հեռանային, և այնուհետև մի ելք կգտնեի վերադարձի համար։ Սակայն այնպես եղավ, որ չկարողացա ետ գալ, և մինչև բինգյոլ գնացի այդ բազմության հետ։ Այդ սարի արևելյան կողմը հայերի ամառանոցն էր, արևմտյանը քրդերի։ Նրանց մեծ մասը ամառանոց էր գնում, մի քանիսն էլ գնում էին բինգյոլից ձյուն բերելու իրենց աղաների համար։ Ես էլ ձյուն բերող դարձա, որ շուտ ետ գայի ընկերներիս մոտ։ Ձյունի և սառույցի վաճառքով զբաղվում էին գլխավորապես Մժնկերտ գյուղի բնակիչները։ Ամառվա շոգերին նրանք կամ բինգյոլի սարերումն էին, կամ Խնութ-Բերդի շուկայում։ Սև օձերի թագավորությունից բինգյոլ ընկնելը մեծ բախտավորություն էր ինձ համար։ Որքան էի երազել գեթ մի անգամ լինել բինգյոլում և գտնել բրաբյոն ծաղիկը, գտնել ու երջանկանալ։ Իզուր չէ, որ դրան էր կոչում նաև ժայռերի ստվերների ետևից թափառող և իրական գազ որոնող վանեցին։ Ականջիս մեջ մեկ անգամ էլ ուժգնորեն հնչեց նրա ձայնը. «Գնացեք, գնացեք բինգյոլ, բրաբյոն ծաղկի տեղը բինգյոլն է»։ Եվ ես բինգյոլումն եմ։ Ուր է այն գագաթը, որի այսինչ կողմից այսքան քայլ անելուց հետո 3 օր ծոմ պահող և ոտաբոբիկ ապաշխարողը կգտնի այդ անմահական ծաղիկը։ Ինձ հետ եկած քրդերը ցրվեցին ամեն մեկը մի կողմ, նույնպիսի աղմկալի կանչերով ու գույնզգույն տարազներով, ինչպես հանդիպել էի Սև կամուրջի մարագի մոտ։ Ամեն մեկը գնաց մի գագաթի ու մի աղբյուրի ուղղությամբ։ Իսկ բինգյոլի աղբյուրները այնքան շատ են իրար նման, որ մարդ կարող է հեշտությամբ մոլորվել և անսպասելիորեն վերադառնալ այն աղբյուրին, որից քիչ առաջ ջուր է խմել, կարծելով, թե դա նոր ակունք է։ Իմ փնտրածը անմահական ծաղիկն էր, բայց ինչպես գտնել այն։ Մի խոսք կար Մշոդաշտում. «Սալնո ձորի նուռը ուտես, բինգյոլի ջուրը խմես»։ Սալնո ձորի նուռը կերած չկայի, բայց բինգյոլի ջուրը խմեցի։ Իմ հաշվով 3 անգամ 7 աղբյուրից ջուր առա, ամեն մեկից մի կում, և վերջին աղբյուրի մոտ պառկելով քնեցի մինչև առավոտ։ Երբ արթնացա, իմ արախչին չկար, փոխարենը գլխիս մի քոլոզ էր դրված, ով էր դրել չիմացա։ «Երևի սա իմ բախտն է», ասացի ես։ «Այս քոլոզը կօգնի ինձ, որ շուտով Սև կամուրջ հասնեմ»։ Շուռումուռ տվեցի, նայեցի, ժպտացի, դրեցի գլխիս ու վեր կացա։ Բարձունքին ձյուն կար, հասա ամենաբարձր գագաթին ու կանգ առա։ Ամբողջ բինգյոլ աչքիս առաջ էր։ Խոտավետ գեղեցիկ աշխարհ։ Ոտքերիս տակ ձյուն էր ու ծաղիկ, վերևում կապույտ երկինք և հավքերի երազային սլացք։ Որ քոլոզը եղավ, երևի մի գրաստել կլինի, որ բինգյոլից ձյուն ուտեմ, մտքումս ասացի։ Ճիշտ այդ ժամանակ մի փոքրիկ քարավան սկսեց դանդաղ իջնել լեռան կողով։ Ուղտերից մեկը
Համառորեն ծունկը զարկել էր գետնին ու վեր չէր կենում։ Կա չկա, սա է այն հեքիաթային գրաստը, որ ինձ Բինգյոլից ցած է տանելու։ Արագությամբ պոկեցի ձյունասառույցի մի հաստ շերտ, կողքից էլ մանուշականնման մի ծաղիկ ու վազեցի դեպի չոքած ուղտը։ Սառույցը դրեցի ուղտի շալակը և մեջքը շոյեցի, որ վեր կենա։ Հանկարծ նա պարանոցը երկարելով ելավ տեղից, ու ես կպած մնացի նրա սապատին։ Ու այդպես էլ ուղտի մեջքին նստած դանդաղ օրորվելով հասա քարավանին։ Ուղտապանը մժընկերցի մի հայ էր, որ ձյուն ու սառույց էր տանում խնուս բերդի բնակիչներին։ Ուրախացավ, որ իր համառ գրաստին քարավանին հասցրի և նույնիսկ մի քիչ թեփ տվեց, որ իմ սառույցը ճանապարհին չհալչի։ Ու այդպես, քոլոզը գլխիս, ուղտի վրա նստած, զանգակների կանչով ես Բինգյոլից ցած իջա։ Խնուս բերդում սաստիկ շոգ էր։ Մժընկերցու ձյունն ու սառույցը իսկույն սպառվեց։ «Ձյունը Բինգյոլից է», հարցրեց մի ուշացած տղամարդ, հետևի մոտենալով ինձ։ «Բինգյոլից է, բայց վերջացավ», պատասխանեց քարավանի տերը։ «Տանը հիվանդ կա, Բինգյոլի ձյուն է ուզում, գոնե մի կտոր սառույց ճարվեր հիվանդիս համար»։ Ես իմ բերածը տվեցի նրան։ «Որտե՞ղ է ձեր հիվանդը», հարցրի ես։ «Շապատին»։ Մժընկերցի ուղտապանը քարավանը առած շարժվեց դեպի Սար, իսկ ես նրան շնորհակալություն հայտնելով, իմ նոր ուղեկցի հետ բռնեցի Շապատինի ճանապարհը։ Անցանք Արոս և Էլպիս գյուղերը։ Հարամիկը իր քարաբլուրներով մնաց վերևում։ Երեկ այստեղ հազարավոր սև օձեր կային։ Ի՞նչ եղան։ Նրանք տարին մեկ անգամ են մեծ խմբերով երևում, ամեն համբարձման արևածագին։ Այժմ թաքնված են քարաբլուրների տակ, պատասխանեց իմ ուղեկիցը։ Իսկ ձեր գյուղում սև զորք կա, հարցրի ես։ Չկա։ Նրանք էլ տարին մեկ անգամ են երևում։ Ոչ, ամենաքիչը ամիսը մեկ։ Երեկ սև կամուրջում 25 համիդիե ձիավոր կար։ Այս գիշեր նրանք քաշվեցին Վարդովի լեռները։ Ուշ երեկոյան Շապատին անցնելով հասա սև կամուրջ։ Մշեցի Տիգրանը և Ալադին Միսակը պառավի մարագում նստած ինձ էին սպասում։ Շեյխ Դավիթը քնած էր հարդի վրա։ Իմ ոտնաձայնից իսկույն արթնացավ։ Երեքն էլ սաստիկ զարմացան իմ գլխին մի տարօրինակ քոլոզ և ձեռքիս մի անծանոթ ծաղիկ տեսնելով։ Ի՞նչ պատահեց քեզ, որտեղի՞ց ես գալիս, հարցրեց մշեցի Տիգրանը բարկացած։ Բինգյոլից, պատասխանեցի ես։ Ինձ չթողեցիր մասիս բարձրանամ, իսկ դու մինչև Բինգյոլ հասար, գոռաց վրաս։ Ստիպված էի։ Այդ ի՞նչ ծաղիկ է ձեռքիդ, Բրաբյոն։ Հասա մինչև Բինգյոլի ամենաբարձր գագաթը, բայց այդպիսի ծաղիկ չգտա։ Իմ բերածը լեռնային մանուշակ է։ Խնուս բերդից մի խճուղի էր գնում դեպի Մուշ։ Շեյխ Դավիթն ասաց, որ այդ ճանապարհով Մշոդաշտ իջնելը վտանգավոր է։ Խավարը ճեղքելով, նա մեզ նազիկ լճի տակով առաջնորդեց մինչև Գրգուռի ծծմբագույն ստորոտները և վերադարձավ խնուս։ Հովիվներից իմացանք, որ մեծ զորք է պաշարել Շամիրամ գյուղը և ճանապարհը փակ է։ Գրգուռի ստորին լանջերին մի քարայր կար։ Մեր բեռները թաքցրինք այդտեղ և հովիվներից հաց վերցնելով մագլցեցինք Նեմրութն ի վեր։ 2 գիշեր մնացինք Նեմրութի գագաթին։ Գտա Նեմրութի այն ժայռը, որի մոտ տեսել էի աղբյուր Սերոփին։ Այդտեղ էր, որ ես առաջին անգամ սկսեցի ծխել։ Հիշեցի աղբյուր Սերոփին ու արաբոյի տուփը հանելով փաթաթեցի առաջին գլանակը իմ կյանքում։
Երրորդ օրվա լուսաբացին մեր բեռները թաքստոցից վերցնելով, գրգռի լանջերով շարժվեցինք դեպի Մշո դաշտ։ Հեռվում երևում էին Ծիրնկատարն ու Ծծմակաքիթը մեղրի քարերով։ Այդտեղ էր Բերդակի Սարը, այդտեղ էր Գևորգ Չաուշը իր հայդուկներով սպասում մեզ։ Հազիվ էինք պատրաստվում նետվելու Տավրոսի լանջերին, երբ սկսվեց ձյունախառն բուքը։ Տավրոսի բուքը։ Դուք գիտեք, թե ինչ բան է բուքը հայկական Տավրոսում։ Աստված իմ, ինչ ուժգնորեն է փչում սառնաշունչ քամին։ Ամեն րոպե ձյունախառն մրրիկը կարող է քեզ անդունդը գլորել։ Բայց իմ շալակին բեռ կա։ Ես շալակատար եմ և պարտավոր եմ այդ բեռը տեղ հասցնել։ Ես մենակ չեմ։ Ինձ հետ են Մշեցի Տիգրանը և Ալադին Միսակը։ Երեքս էլ ուխտյալ զինվորներ ենք։ Առջևից գնում է Տիգրանը, նրա ետևից Միսակը, իսկ Միսակի թիկունքից ես եմ քայլում։ Գնում ենք ժայռերի միջով, ձեռնափայտերը հաստատորեն բարձրացնելով ու իջեցնելով, երբեմն իրար դիպչելով կամ բախվելով ժայռերին, մերթ կռանալով ու բարձրանալով, մերթ ներքև սահելով, շարունակ որոնելով հեշտ անցուղի և անվտանգ լեռնապտույտ։ Քայլում եմ ու մտածում. այս ծանր բեռը, որի մեջ վառոդ ու փամփուշտ կա, ես տանում եմ պարպելու բռնակալների կրծքին, տանում եմ պաշտպանելու իմ թշվառ հայրենակիցների, բեկորի և հելուզակ ցեղերի հարձակումներից, տանում եմ սուլթանի թախտը պայթեցնելու։ Բոլորն են վառոդ կուտակում սուլթանի դեմ. Սալոնիկի թուրքը, մակեդոնացին, հույնը, հայը, արաբը, քուրդը, ասորին։ Ոռնում է Տավրոսը։ Գետնին սառած ձյունը կածից կամ անդունդից բարձրացնելով, ուժգնորեն բերում զարկում է դեմքիդ, թիկունքիդ, մեջքիդ, այնպիսի բուք է, որ երկու քայլ հեռավորության վրա ոչ մի առարկա չես տեսնում։ Վրաս ձյունի պաղ շերտ է գոյացել։ Քամին օրորում է ինձ և աշխատում է իր հետ ներքև քաշել։ Ես ճոկանը գետնին սեղմելով և կուրծքս բքին դեմ անելով, ճգնում եմ կանգնած մնալ ոտքերիս վրա։ Արդեն երերում եմ։ Քիչ առաջ այնպես պարզ էր երևում Մշո դաշտը Նեմրութի լանջերից, իսկ այժմ ամեն ինչ խառնվեց իրար։ Ծծմակը բռնված է զարհուրելի բորանով։ Ոչ Մարնիկի անտառն է երևում, ոչ Ծիրնկատարը, ոչ Կորեկ աղբյուրը։ Բայց ուր է Ալադին Միսակը։ Բուքը գալարվում է մի սև ու սուր առարկայի շուրջ և ճիգ է անում տեղից շարժելու։ Ալադին Միսակն է։ Ոչ, դա Միսակը չէ։ Մի ցից ապառաժ է, որ կատաղորեն դիմադրում է ձյունախառն քամու հարվածներին։ Այդպես դիմադրել է դարեր։ Իսկ ինչ եղավ Միսակը։ Չլինի թե անդունդ գլորվեց։ Ես հասա ցից ապառաժին ու կռանալով նայեցի։ Ահա նա գնում է սոսկալի հակը շալակին։ Առջևից ընթանում է Մշեցի Տիգրանը, նույնպիսի մի հակ շալակած։ Կայծակի մի հարվածով կարող է այդ ամբողջ բեռը բռնկվել ու մի ակնթարթում ոչնչացնել մեզ։ Բայց կայծակ չկա։ Միայն կատաղի քամին է հռնդում դիվային ձայներ արձակելով. Պայանո, պայանո, պայանո։ Ոչ, դա Ալադին Միսակը չէ։ Դա Տավրոսի բուքն է երգում, Տավրոսի բուքը։ Աշխարհի ամենաչքնաղ լեռը այսքան մոլեգնած։ Ոչ այդ լեռան սպիտակ մեջքն է երևում, ոչ կանաչ կողերը, ոչ էլ իր տակ ծալված բրդոտ սրունքները։ Գարնանը, ինչպիսի եդեմական ծաղկուն կասես, չի բացվում այդ սարի վրա։
Իսկ այժմ նայիր, ինչպես ահասարսուռ է նա ու փոթորկային։ Տավրոսը մոլեգնած է, Տարոնի ժողովուրդը իր բնավորությամբ որքան նման է այդ սարին։ Տարոնցին էլ նրա պես եդեմական ծաղիկներ ունի իր հոգում, իսկ երբ մոլեգնեց, վայ հանդիպողին։ Այդ պահին նա ավելի մոլեգին է, քան ծծմակի վիհերից պայթող ամպրոպը ու մրրիկը։ Բայց ես տարվեցի Ալադին Միսակով և Տիգրանին մոռացա։ Իսկապես, ինչ եղավ մշեցի Տիգրանը։ Տիգրան! Ոչ մի արձագանք։ Տիգրան! Ու զարհուրելի մտքեր պաշարեցին ինձ։ Չլինի թե իմ հայդուկ ընկերը անդունդ գլորվեց։ Իսկ անդունդը ուղիղ իմ կողքին է, իմ ոտքերի տակ։ Տիգրան! Մի վերջին անգամ գոռացի ես։ Իմ կանչը երևի հասավ Ալադին Միսակին։ Նա էլ իր հերթին գոռաց, բայց Տիգրանը չկար։ Մի՞թե այդ սքանչելի հայդուկը այստեղ պետք է ավարտեր իր կյանքի ուղին, պղնձագույն գրգուռի մրրիկների մեջ։ Փչիր, կատաղորեն փչիր, Տավրոսի բուք, Մախլուտոն քեզանից զորավոր է։ Նա տոկուն հայդուկ է, իսկ հայդուկը ոչ փառք է որոնում, ոչ հանգիստ։ Եվ նա քեզ կհաղթի։ Ուժգին հռնդյունով քամու մի հոսանք անցավ, ասես պոկված լեռան գագաթից, և իմ մեջքին զարկվելով որոտաց դիմացի ժայռերի մեջ, իր հետ տանելով իմ քոլոզը։ Ես վայր գլորվեցի։ Ալադին Միսակն էլ գլորվեց։ Մի երկար պահ այդպես գետնին գանված մնացինք։ Սպիտակ մի փայլակ լուսավորեց գրգուռի ստորին լանջերը, որին հետևեց մի խլացնող ճայթյուն։ Երբ ուշքի եկանք, մշեցի Տիգրանը արդեն հասել էր լեռան ստորոտը, և իմ քոլոզը ձեռքին բռնած ինձ էր սպասում։ Քամու բերանից էր թռցրել։ Վերջապես բուքը հանդարտվեց։ Ձյունախառն մի անձրևով ավարտվեց մեր երկարաձիգ և դաժան ճամփորդությունը, և մենք սառած, գրեթե ուժասպառ, մեր բեռները հասցրինք Մարնիկի անտառը, ֆիդայինների բնակատեղին։ Ծծմակի քարայրները։ Ալվառինչ լեռան կողերին մի քանի հին ծեպեր կային, որոնք կոչվում էին Գևորգի քարայրներ։ Տեղը քարքարոտ էր և ոտնահետքերից ապահով։ Կարգադրություն եղավ, որ բերած փամփուշտները թաքցնենք այդ քարայրների մեջ։ Երբ մենք բեռներով մոտեցանք, ոչխարենու ահագին գդակով մի տղամարդ իր եղունգներն էր մաշեցնում առաջին քարայրի ժայռին քսելով։ Կայծակ Անդրեասն է, զգուշացրեց մշեցի Տիգրանը։ Մեր ոտնաձայնից Անդրեասը շուռ եկավ։ Ճշմարիտն ասած, դող եկավ վրաս այդ մարդու կերպարանքին նայելիս։ Անդրեասը հավատարիմ և քաջ զինվորն էր Սերոպ աղբյուրի, որին ես տեսել էի Խլաթի սարերում։ Նա միշտ իր դասակի առջևից էր գնում և ոչ միայն կտրել էր կարգապահությունը խախտող իր զինվորներից մեկի ականջը, այլև պահանջել էր Սոսեի հեռացումը հայդուկների միջավայրից, որ խմբի մարտունակությունը չթուլանա։ Անդրեասը եղել էր Անդրանիկի 7 հոգյանոց խմբի հետ, որին զինաթափ էին արել Ալյանցիկ և Շենիքսիները, ու նրանք շենիքից փախչելով պատսպարվել էին Սեմալում։ Սերոփի մահից հետո Անդրեասը դարձել էր անճանաչելի։ Թշնամու հանդեպ անխնա էր, բայց Սերոփի գլխի վրա երդվողին ազատում էր պատժից։ Ձմեռ թե ամառ նրա ձին միշտ թամբած էր, խուրջինը կապած, հրացանը գլխավերևում։ Տեսքը ահարկու էր, ահռելի աչքեր ուներ այդ ֆիդային, և դեպի ականջները նիզակների պես ցցված սուր երկար բեղեր։ Եղունգները հաստ էին, ամուր, որ մաշեցնում էր ժայռերին քսելով։
Կայծակ Անդրեասին անծանոթ տեսնողը վախից փոխում էր ճանապարհը, այնքան սարսափազդու էր նրա կերպարանքը։ Ջուր խմելիս չոքում էր գետնին, և բազուկները մի-մի ապառաժի դրած, քիթն ու ականջները կոխում էր աղբյուրի մեջ, երկար բեղերը ծփացնելով ջրի երեսին։ Այնպես էր ջուրը կրթ-կրթացնելով ներս քաշում, բերանը հետզհետե մոտեցնելով ակունքին, ասես ուր որ է աղբյուրը կցամաքի։ Ձին և ինքը միասին էին ջուր խմում։ Պատահում էր, որ ձին ջրում արտացոլված նրա պատկերից խրտնելով, սանձը ետ էր քաշում։ Այդպես էին խմում բոլոր ֆիդայինները, բայց ուրիշ էր, երբ կայծակ Անդրեասն էր չոքում աղբյուրին։ Արդեն մթնում էր, երբ Անդրեասի առաջնորդությամբ վերջին քարայրի դուռը հասանք, որ նայում էր Արաբոյի քարի վրա։ Բնական էր, որ նախ Անդրեասը մտներ, ապա ես և Տիգրանը։ Այդպես էլ եղավ։ Անդրեասը պառկեց փորի վրա և օձի պես սողալով քարայրի անցքից ներս մտավ, այն էլ ոչ թե գլխի, այլ ոտքերի կողմից։ Մենք էլ իրեն հետևելով, այդպես սողալով ներս սահեցինք, ետևից զգուշորեն քարշ տալով մեր բեռները։ Քարայրի ներսը ընդարձակ էր և ուներ մի քանի խորշեր։ Բեռները պահեցինք մի նեղ խորշի մեջ և մեզ համար մի հարմար տեղ գտնելով, նստեցինք։ Հատակին մի թաղիկ կար փռված, վրան չոր խոտ և մի մաշված աբա։ «Սա Ալվարինջու Սեիդոյի խորշն է», ասաց կայծակ Անդրեասը։ «Սեիդոն գնացել է գյուղ իր սնդուկը բերելու»։ Թեպետ օդը ծանր էր, և ոտքերը երկարել հնարավոր չէր, որովհետև տեղը նեղ էր։ Մենք գիշերը այդտեղ մնացինք։ Լուսադեմին եկավ Սեիդոն մի մեծ սնդուկ շալակած և չախմախլի հրացանը թևը գցած։ Նա մի առանձին անցք ուներ, որով ելումուտ էր անում։ Սնդուկը ներս բերեց, փամփուշտները խնամքով դասավորեց մեջը և մեզ հետ փորձող տալով անձավից ելավ։ Ոսկրոտ դիմագծերով, խոշոր գեղեցիկ աչքերով և թիկնավետ լանջով մի տղամարդ էր Սեիդոն, որ ինձ հետ մասնակցել էր բերդակի առասպելական կռվին։ Իշխանական ձևեր ու քայլվածք ուներ, թեպետ իրենց գյուղում նախ հոտաղ էր եղել, ապա մաճկալ։ Նա մեզ հրաժեշտ տալով չախմախլին ձեռքին դիմեց դեպի մեղրի քարերը։ Արաբոյի ժայռի մոտով շարժվեց դեպի ծծմակի ամենաբարձր կետը և նստեց թփուտով քողարկված մի քերծի, աջ ձեռքով հրացանի փողը բռնած, իսկ ձախով հենվելով նրան։ Շատ վայրեր էր թափառել Սեիդոն, բայց իր սիրած տեղը ծծմակի քիթն էր։ Գիշեր ու ցերեկ չախմախլին ձեռքին նստում էր այդտեղ, աչքը Ֆրանկ Նորշենի և Ալվարինջի ճանապարհներին պահած։ Երբեմն կարողանում էր անսխալ որոշել, թե այդ ճանապարհներով ով է անցնում։ Անցորդը խաղաղ շինակա՞ն է, թե շինականին տանջող բռնակալ։ Ամիսներով, տարիներով հսկում էր իր որսին և վերևից թրախկ։ Կայծակ Անդրեասը Գևորգի քարայրներին էր հսկում, իսկ Ալվարինջու Սեիդոն Նորշենի ճանապարհներին։ Հայացքս ծծմակի բարձր քերծին էր, երբ Անդրեասը աներևութացավ։ Նայում եմ, քարայրը կա, իսկ Անդրեասը չքացավ։ Տիգրան, ո՞ւր է Անդրեասը։ Չգիտեմ, ու շվարած ուսերն է թոթվում։ Երկուսով վազեցինք դեպի աջակողմյան դեղնած մացառուտը։ Հասանք այն պահին, երբ Անդրեասը մի քոլոզավոր տղամարդու ականջներից բռնած, զայրալից նայում էր նրա աչքերի մեջ։ Երդվիր Սերոպ աղբյուրի գլխով, որ դու լրտեսության համար չես եկել։ Սերոպ աղբյուրի գլուխը վկա, ես լրտես չեմ, ես կողբի աղի համար եմ եկել։ Իսկ կողբը որտե՞ղ է։ Կողբը հեռու տեղ է, լսել եմ, որ կողբից աղ եք բերել։ Անդրեասը կատաղորեն շարունակում էր նայել նրա աչքերի մեջ։
Ո՞վ ես դու, և գիտես, թե ինչ բան է փոթորիկը։ Ես, սերոպ աղբյուրի գլուխը վկա, կմկմաց անծանոթը, և դեռ խոսքը չավարտած, սարսափից անշնչացավ այդ ահատեսիլ հայդուկի բազուկների մեջ։ Սուրը խոնարհվեց խաչին։ Կայծակ Անդրեասի ձեռքերի մեջ սարսափից շունչը փչած քուրդը Հաջի Ֆերոյի մարդկանցից էր։ Ո՞վ էր Հաջի Ֆերոն։ Պտղխրե անունով մերկ ու քաղցած մի քուրդ իր նման մի քանի քրդերի հետ Բռնաշենից իջել էր Մշո դաշտ։ Առաջին գյուղը, ուր ոտք էր դրել, Քոլոսիկն էր, որ հնում եղել էր կարմիր իրիցու տների խաշների մակաղատեղին։ Եկվորը նախ բնակություն էր հաստատել հայ շինականների գոմերի և ախոռների մեջ։ Ապա Խասկյուղի բնակիչ Փարեղյան տոնապետի մոտ ջրաղացպան էր դարձել, իսկ իր ընկերները նույն վայրում վարձվել էին իբրև հովիվ և նախրորդ։ Անցել էր մի քանի տարի, և ընդամենը մի այծի փոստով Մշո դաշտ եկած Պտղխեն Քոլոսիկում հիմնադրել էր Բալաքսի աշիրեթի մեկ ճյուղը, դառնալով այդ ճյուղի առաջնորդը։ Հաջի Ֆարազը կամ Ֆերոն որդին էր Պտղխեի։ Հոր մահից հետո Հաջի Ֆերոն օսմանյան իշխանավորների պաշտպանությամբ արդեն տեր էր դարձել ամբողջ Քոլոսիկին և Խասկյուղի մեծ մասին, իր ազդեցությունը տարածելով նաև այդ շրջանի Ալվառինջ, Շմլակ, Էրիշտեր, Մկրագոմ և Քրդագոմ գյուղերի վրա։ Խասկյուղի սահմանից հողեր գրավելով, նա Սևակ անունով աղբյուրի մոտ երկհարկանի սպիտակ քյոշք էր շինել իր հարակից շինություններով, այդ վայրը վերածելով աշիրեթական թաղի։ Սեփականացնելով Քոլոսիկը, Հաջի Ֆերոն արգելել էր հայ գյուղացիներին իրենց խաշները այդ գյուղի արոտների և գոմերի մեջ պահել և անտառից ցախ բերել։ Քոլոսիկ լեռան աղբյուրներից 700 էր հոսում դեպի Խասկյուղի դաշտերը։ Հաջի Ֆերոն բռնագրավել էր այդ առուները, բնակիչներին թույլ չտալով ջրից օգտվելու։ Քոլոսիկի ձորի մեջ գյուղացիները ունեին 7 ջրաղաց։ Բալաքսի աշիրեթապետը դրանք հրդեհել էր և կողքին սեփական ջրաղացներ էր շինել իր համար։ Հաջի Ֆերոն սուլթանի և նրա վարիչների գործակալն էր Մշո դաշտում։ Մշո ոստիկանապետի և կառավարչի հրահանգով նա Բալաքսի զինված քրդերին ուղարկում էր այս կամ այն հայ շինականի տունը, որոնք տանտիրոջ հաց ուտելուց հետո, ոտքի կանգնելով, հրացանազարկ էին անում նրան և վերադառնում իրենց գյուղերը։ Այդ ցեղապետի անմիջական թելադրությամբ սպանվել էին Սուրբ Աղբերիկի երկու վարդապետները՝ Ղազարը և Պետրոսը, Ալվառինջի երկու գյուղապետները՝ Վահանը և Սմբատը, և Խասկյուղի, Շմլակի և Մկրագոմի մի քանի հայտնի շինականներ։ Բավական էր, որ Հաջի Ֆերոն սուլթանի մարդկանց հայտնի դարձներ, թե այսինչ գյուղում ֆիդայիններ կան, և իսկույն մուշից կամ բաղեշից զորք ու թնդանոթ էր շարժվում այդ գյուղի վրա։ Ֆերոն մի եղբայր ուներ՝ Ալի, և երկու որդի՝ Հասան և Մահմուդ, իսկ ծառաները շատ էին և մեծ մասամբ դաժան։ Նույնիսկ նրա նախրապահները հետապնդում էին հայ ֆիդայիններին։ Խասկյուղի և Քոլոսիկի երկրորդ հարստահարիչը և սուլթանական գործակալը Սլո Օնբաշին էր։ Սա հասնանցի քուրդ էր։ Մշո մեջ մի քանի տարի իշխանություն էր արել և առաջ էր քաշվել մեծ պաշտոնի։ Խասկյուղի միջով անցնում էր պետական խճուղին։ Գյուղում թղթակցական կայան կար, գորդոն, ուր 12 ոստիկաններ էին աշխատում։ Մուշից եկողները այդտեղ էին փոխում ձիերը և շարունակում ճանապարհը դեպի Բաղեշ։ Սլեման Օնբաշին այդ կայանի գլխավորն էր, և ամենքը նրան Գորդոն էին կոչում։ Այդ երկուսը՝ Հաջի Ֆերոն և Սլեման Օնբաշին,
իրենց ծառաների և ոստիկանների միջոցով լրտեսում էին ֆիդայիների երթևեկը։ Առանձնապես այդ ուղղությամբ եռանդուն գործում էին Գորդոնի ոստիկան Պարտկա Ճաղոն, Համիդ Օմբաշին, Բոստանչի Շաքիրը, Նախրորդ Իպոն և Գորդոնի ծառա Լալ Հասոն։ Մեր բերած փամփուշտը քարայրում թաքցնելու հաջորդ օրը Հաջի Ֆերոն եկավ Ալվարինչ սարը իմանալու, թե ինչ եղավ իր ուղարկած լրտեսը։ Մենք, որ այդքան հեռավորությունից վտանգի ու փոթորիկների միջով մեր բեռները բերել հասցրել էինք Մարնիկ և փորսող տալով թաքցրել քարայրի մեջ, մի՞թե կհանդուրժեինք, որ Բալաքսի այդ ավազակը հանդգներ մոտենալ մեր զինարանին։ Ահա թե ինչու համարձակ վճիռ եղավ նրան ոչնչացնել։ «Ինչո՞ւ ես մեզ լրտեսում», գոռաց կայծակ Անդրեասը, կատաղի մի ցատկով գետից պոկելով Հաջի Ֆերոյին և օդում պահած ահռելի աչքերով նրան նայելով։ «Ես լրտես չեմ, ես եկել եմ իմանալու, թե ինչ եղավ մեր Ղոլամը, որին ուղարկել էի ձեզանից ծաղ վերցնելու»։ «Աղի համար մուշ են գնում և ոչ թե Մարնիկի անտառը։ Քո ծառան շունչը փչեց իմ ձեռքերի մեջ»։ «Ինչպե՞ս, սպանեցի՞ք»։ «Ոչ, սարսափից մեռավ»։ «Ինչ գազանային տեսք ունես, ես վախենում եմ քո աչքերից»։ «Դուք մեզ գազան դարձրիք»։ Եվ այն միջոցին, երբ Բալաքսի հարստահարիչը սարսափից գրեթե մարում էր Անդրեասի բազուկների մեջ, և ես ու Մշեցի Տիգրանը մեր դաշույնները մերկացնելով պատրաստվում էինք արագացնելու հրեշի մահը, Տեր Քերոբը խաչ ձեռքին հևիհև հայտնվեց մեր առաջ։ Նրա հետ եկել էին նաև գյուղապետ Մուքոն և թարղու երեցը։ «Մի անեք այդ բանը, ի սեր Քրիստոսի աղաչում եմ ձեզ», գոչեց Տեր Քերոբը, ծունկի իջնելով մեր առաջ։ «Տեր Քերոբ, դու Աստծո մարդ ես և մի խառնվիր մեր երկրային գործերին, մեր վճիռն արդար է։ Մեր գյուղացիները երկու անգամ ուզեցել են այս ճորտատերերին սպանել, և դու ընդդիմացել ես։ Գոնե այս անգամ քո խաչը հեռու տար», ասաց Մշեցի Տիգրանը։ «Մեր գյուղի կողմից խնդրում եմ ձեզ, ազատ արձակեք Հաջի Ֆերոյին. նա բարի քուրդ է և Քրիստոսն ուզում է, որ այդպիսիները ապրեն», խոսեց գյուղապետ Մուքոն։ Նույն խնդիրքով դիմեց թարղու երեցը։ «Հանուն Քրիստոսի», գոչեց Տեր Քերոբը և խաչը պահեց մեր զենքերի վրա։ Մենք նահանջեցինք։ Սուրը խոնարհվեց խաչին։ «Գնա, Հաջի Ֆերո, այս անգամ էլ կյանքդ խնայվեց։ Գնա, և քանի ապրում ես, հավիտյան պարտական մնա հայոց խաչին, նաև այս բարի քահանային ու բարի մարդկանց, որ քեզ կորզեցին մեր դաշույնների տակից», ասաց կայծակ Անդրեասը և նրան օդից գետնին իջեցնելով հրաման տվեց հեռանալու։